Ասում եմ բարև։ Բարև։ Սամի ստորագրիր։ Ինչ բան է։ Տեղ քո մի ժողով։ Ատոն ես դրսում սպասող ընկերին զուր հասնի ասա դեռ չի եկել։ Մի խոսքով այստեղ չեմ։ Ինչու այստեղ չես, տղա ջան։ Ինչու այստեղ չես, ընկեր ջան։ Բա կարծում ես իշտե 16 տարի պահել մեծացնել երեխային վերջնել ուրիշի տալ։ Մայրանուշ։ Ասացի թե որ չգաս։ Այ մարդ, այդքան գնալ գալ կլինի, որ դու ես գնում գալիս։ Այն մարդը բացի ձեզնից ուրիշ գործ չունի։ Դուք ինչու եք շվայտ։ Մենք ձեզ ի՞նչն է ուզում։ Ինչ ուզում եք արեք, նա մեր երեխան է։ Ինչ անենք որ դա ազատ հայրը լույս աշխարհը եկել։ Բայց 16 տարի որտեղ է, որ գրողի ծոցներ։ Ատոյան, թող ընկերը բարձրանա վերև։ Դե իհարկե, հարազատորը պաշտպանելը հեշտ է։ Բոլորի հույսը օրենքի վրա է։ Ամեն ինչ օրենքի վրա են գցում։ Օրենքն էլ այնպիսի բան է, որ գլխացավանք չի սիրում։ Հարգելի ընկեր, մենք ոչ դատարան ենք, ոչ էլ ԶԱԳՍ։ Մենք արխիվ ենք, սովորական արխիվ։ Հավաքում վերում եք կին երեխաներ մեզ էլ անհարմատության մեջ եք գցում, չի կարելի, չէ։ Ինչու եք պատմություն զարկում, ընկեր Աբրամյան, թույլ տվեք, շատ եմ խնդրում, թույլ տվեք կարդալ հարազատ հոր դիմումը, թույլ տվեք։ Այ ընկեր Մարտիրոսյան, ես իրավունք չունեմ, թող դատարանը պահանջի, ինչ թուղթ ուզում եք տա։ Դատարանը կորոշի հարազատ հոր օգտին։ Դե ուրեմն ճիշտն էլ դա կլինի։ Իսկ տղան 16 տարեկան է, շուտով հանձնագիր է ստանալ։ Շատ կուզեի, որ տեսնեիք նրան։ Մի րոպե, գնանք ինձ հետ։ Համեցեք, ասացի գնանք ինձ հետ, խնդրեմ։
Եկեք։ Իրոպե։ Գարուշ քերի։ Բանալիներ դուր։ Կա, հալ 45 ֆոնդի, 20 համացել։ Խնդրեմ։ Այստեղ սպասեք։ Խնդրեմ չի կարելի։ Ճիշտ է, ճիշտ է։ Ես ու կինս այս փաստաթղթի դեմ ինչ կարող ենք անել։ Կարող ենք միայն ճշմարիտ խոսքեր ասել։ Եթե հայր էր, ինչու մանկատուն գցեց, ինչու երբ հասուն տղա դարձավ նոր հիշեց։ Հասկացեք, ես տղայի մասն եմ մտածում, որ սիրտը չկոտրվի, չվիրավորվի։ Ներեցեք, դուք այստեղ ոչ մի մեղք չունեք։ Անհասկացող մարդիկ։ Ես ինչ էր այն մարդ։ Քաշի, քաշի։ Ուր ես գնում է։ Դուր։ Ավարտար։ Գեր Աբրահամյան, ես լուսաբերն եմ, գեսարի դեկեմ ձեզ զանգ եկվել, այո։ հիմա ինձ պետք է Հիմա ընդունել։ Գեր Աբրահամյան։ Խնդրում եմ ինձ ոչ ոք Նավակ չես արտվել, խաղողորում։ նստեք ձեր տեղերը, նստեք, դուք էլ նստեք։ Ուրեմն մայրիկ ջան, 41 թվին ամուսնու տարան ֆրոնտ։ Հետո ինչ եղավ։ Ինչ պիտի լիներ տղա ջան, հրացանը տվին ձեռս ուղարկեցին անտառ, ասին հիմի դու պիտի պահակություն անես, փոխարինես մարդուց, ճարս ինչ, ես էլ հրացանը գցեցի ուսս ու փոխարինեցի։ Ամուսինը չվերադարձավ։ Չէ, տղա ջան, ամուսինս չվերադարձավ, սև թուղթ էլ չեկա, որ լաց լինեի վրա, դեն գնալներ, որ գնաց, խաբար էլ չեկա, բաս, կեսին։ Հիմա քեզ ինչ է հարկավոր մայրիկ։ Մի թուղթ տաս, որ մի 2 կոպեկ փող ստանամ, մեր նախագահն ասում է, որ գյուղում այդպես թուղթ չի մնացել, ես էլ
եկավ պիվազել Սանդրանիկի մոտ, մեր գյուղացին է, մեծ մարդ։ Ֆուտբոլիստ եմ այն։ Պրոֆեսորա քաղաքում։ Ես անհատական թոշակառու եմ, չեմ կարող սպասել։ Ինչպես բոլորը, այնպես էլ դուք։ Իսկ ես մոտ որևէ փաստաթուղթ չի մնացել, մայրիկ։ Ինչի չի մնացել, շատ լավ էլ մնացել է, ես էլ իմ փաստաթուղթը։ Իսկի կրակել ես, մայրիկ։ Ներողություն։ Այո։ Լսում եմ Ստեփան Արտևիչ, հենց այս րոպեից գալիս եմ։ Ոչինչով չեմ կարող օգնել։ Ներեցեք, Արմեն Բաբկինիչ, ցուցակները։ Ինչու համար Մի եք րոպե։ նստել այստեղ։ Ահա, սրանք են։ Սեդայս դիրեկտորի մոտ է։ Լավ։ Ինքեր դուք իզուր եք սպասում։ Ձեզ եմ ասում, ձեզ հարգելի ինքեր, իզուր մի սպասեք։ Ես կարող եմ համբերությամբ 10-րդ անգամ կրկնել։ Մորուտ գյուղում 30 թվականին կոլխոզ չի եղել։ Դուք ոչ նախագահ կարող եք լինել, ոչ էլ աշվապահ։ Ոչ։ Իզուր մի սպասեք ինքեր, ժամանակ մի կորցրեք։ Ոչ, լավ մարդ ես, 10 տեղեկանք։ Բարև ձեզ։ Այս տղտաբանակը քեզ ծանոթ է։ Այո, ծանոթ է։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Մեզ մենակ թողեք։ Արմեն, նստած հարազատ հայրն է։ Այդ տղա հոխելքը չես թորցել։ Ես ձեզ դատի կտամ։ Չասացիր, որ ընդունելություն չի լինելու։ Ընկերներ մի սպասեք, այսօր ընդունելություն չի լինելու։ Կարելի է։ Արի։ Արմեն Բաբկինիչ, ձեզ ինչ որ մարդ է հարցնում, նամակ ունի հանձնելու։ Չասացիր, որ ինձ աշխատանքից անել։ Ես դեռ չեմ հավատում։ Լավ, Սեդան ուր է։ Սեդան գնաց երեխային կուրս տալու։ Լավ, ասա թող գան։ Կարելի է։ Համեցեք։ Ինձ ձեր ընկերն է ուղարկել, Բուդաղյանը։ Խնդրեմ նստեք։ Թույլ կտաք ծխել։ Խնդրեմ ծխեք։ Ինչով կարող եմ օգնել։ Ես ուզում եմ փոխել իմ ազգանունը։ Դրանից էլ հեշտ բան ամուսնացեք։ Դուք ինչ հասկացաք։ Ես ուզում եմ գտնել իմ իսկական ազգանունը։ Որքանից հայտնի է, մեր ընտանիքը 40 թե 41 թվականին Երևանից տեղափոխվել է Ռոստով։ Հետո սկսվեց պատերազմը։ Իմ ծնողները զոհվել են, թե անհայտ կորել չգիտեմ։ Երևի զոհվել։ Մեր ընտանիքից միայն ես եմ կենդանի մնացել։ Ես իմ իսկական ազգանունը չգիտեմ։ Չի էլ կարող իմանալ, ես այն ժամանակ 3 տարեկան էի։ Հետո։ Ես խնդրում եմ օգնեք ինձ գտնելու իմ իսկական ազգանունը։ Դա հնարավոր է։ Մանկատանն եք մեծացել։ Ոչ։ Դա հնարավոր է։ Երևի։ Ձեր ընտանիքը մեծ էր։ Ծնողներս եւ քույրս։ Ինչ մասնագիտություն ուներ ձեր հայրը։ Չգիտեմ։ Չեմ հիշում։ Բայց նման դեպքերում նույնիսկ երեխաների հիշողության մեջ ինչ-որ մի բան պահպանվում է։ Գիտեք, հիմա շատ աղոտ եմ հիշում։ Կարծես զինվորական համազգեստ էր կրում։ Չէ, վստահ չի։ Հիմա ում ազգանունն եք կրում։
Ձեր Աշմյան ազգանունը որևէ կապ ունի ձեզ հետ։ Ձեզ որդեգրել են։ Այո, Պատահական մարդիկ։ այո։ Պատահական մարդ։ Նա է ինձ փրկել։ Սպասիր Անահիտ, սպասիր։ Ընկեր Աբրահամյան, վերջի վերջո ով է նրան փրկել, ոնց է փրկել, անցած գնացած պատմություն է։ Մեզ հետաքրքրում է նրա իսկական ազգանունը։ Ավելին, դա մեզ շատ հարկավոր է։ Այնքան էլ հաճելի չէ ուրիշի ազգանունով ապրել, չէ՞։ Դե լավ, ես ուզում եմ մինչև վերջ անկեղծ լինել ձեզ հետ։ Ուրեմն այսպես։ Ինձ 3 տարով գործուղում են արտասահման։ Մենք պետք է ամուսնանանք։ Այդպիսի դեպքերում գիտեք էլի կնոջ կենսագրությունը երբեմն վճռական դեր է խաղում։ Այն մարդը, որը փրկել է այս կնոջը, այսինքն Անահիտին, մինչև այսօր էլ հայտնի չէ թե ով էր, ինչ մարդ էր, ինչպես է հայտնվել թշնամուտի գունքում։ Հետո Անահիտը նրան ընդամենը 2 րոպե է տեսել։ Ընկեր ձեր ամուսինն է։ Ոչ, առայժմ ոչ։ Վայ, հիշեցի, մեխերս կորցրել էի։ Որ մենք իրար հասկացանք, գերաբար։ Ուրեմն դուք ուզում եք փոխել ձեր ազգանունը, այսինքն այն մարդու ազգանունը, որ փրկել է ձեզ, այդպես։ Բա ինչի՞ հիմա ինչ։ Առավոտվանից փնտրում եմ, գիտեք, տունս վերանորոգում եմ։ Բայց ես էլ եմ ուզում անկեղծ լինել ձեզ հետ։ Բանն այն է, որ ես վաղվանից այլևս այստեղ չեմ աշխատելու։ Կարող եմ նույնիսկ ավելի անկեղծ լինել ձեզ հետ։ Ինձ հեռացրել են։ Եվ գիտեք ինչ պատճառով, ասենք դա կարևոր էլ չի, ես ձեզ կօգնեմ։ Մի նամակ կտամ։ Գնանք։ Մի րոպե, դուք ինչ եք հիշում։ Ես։ Ոչ, դուք ընկերուհի։ Մենք նույն դպրոցում էինք սովորում։ Չեք հիշում, ես մի քանի դասարան բարձր էի ձեզնից։ Չի հիշեցիք։ Պարզապես խառնակի չես, սիրում ես ուրիշի գործերի մեջ քիթդ խոթել։ Ինչ ես թփրտում։ Տեղդ վերինգեր էլի։ Թուղթը որ վառեցիր, դա ինչ հերոսություն է։ Հմ։ Դու պարզապես թուղթ վառեցիր, ուրիշ ոչինչ։ Ասա դուրս եկել։ Ասմեք։ Լսում եմ։ Սուրճ ուզում ես։ Չէ, գնում եմ։ Լավ, կհարցնեմ։ Հազար անգամ ասցի կարգին գործով զբաղվի։ Հերիք առնդետի պես թուղթ կրծես։ Լավ։ Գնանք, ուշանում եմ։ Ասմիկն ասում է երեխա կոշիկներն առար։ Հա, ասա արել եմ արել։ Ես սրան տանեմ գամ։ Տղաներ, մի րոպե։ Մի աղջիկ ամեն օր զանգ է տալիս, անունն էլ չի ասում, մի իմացեք էլի, ով է, ինչ աղջիկ է։ Շատ լավ, կիմանանք։ Իմացեք ինձ ասեք, հա։ Անպայման, կիմանանք։ Իմանանք, քեզ կասենք։ Լավ։
Կարեն։ Կարեն Հասմիկը նորից զանգեց, ասաց հիվանդանոցից քեզ շտաբ կանչում։ Հալա։ Վերցրու քո ուզած գրքերն։ Հա, լսիր, քեզ հետ ինչ աղջիկ ամեն օր զանգ տալիս, հեռախոսով անունն էլ չի ասում։ Արի Կարեն, արի ինքեր Կարեն։ Արի ես ուշացա։ Այդ եղել Երևանի հեռախոսները չեք իվան։ Արմեն կգաս միասին ճաշենք։ Տեսնեմ Ռուբեն ջան, տեսնեմ։ Գնացինք։ Դե լավ, քշիր հիվանդանոց։ Ինչ արած։ Կոշիկ չես առնում։ Մի քիչ արագ քշիր։ Արագ քշեմ։ Բան եմ ասում։ Ամուսնացիր, որ էլ չկարողանաս հիմարություններ անել։ Կարծում ես հեշտ է։ Կին, երեխաներ, իսկ գիտես, որ նրանք խնամք են պահանջում, ամենօրյա խնամք, ասենք, միևնույն է դու չես հասկանա, քեզ համար ինչ կա։ Դու ազատ ես, ինչ որ խելքիդ փչի կարող ես անել, մոռանում ես, որ արդեն 40 տարեկան ես։ Ես եմ կուզենայի քեզ նման նույն, բայց չի ստացվում, իմ կինը, իմ երեխաները, իմ հիվանդները, տեսնում ես կոնկրետ անուններ եմ տալիս։ Հետո ես ու դու 17 տարեկան չենք սիրտել հիվանդ է։ Ես դա իբրե բժիշկ եմ ասում։ Ես 27 տարի եմ ապրել։ Ինչ ես ասում։ Մի օր պակաս համաձայն չէ։ Հա։ Ես չհասկացա, քեզ այդպես էլ հեռացրուն ու հեռացրի։ Ոչ։ Ժամանակավորապես տեղափոխեցին Պահեստարան։ Մինչև սիմպոզիումը վերջանա։ Հրավիրատոմսեր, զեկուցումներ սիմպոզիում։ Այդ բոլորը հիմա ինձ վրա է։ Մեքենայի տակ են գել։ Վիրահատարան։ Զարգերակ չկա։ Ասացի վիրահատարան։ Էնցեֆալոգրամը։ Դոկտոր Շոտենքը։ Այդան ճշում է։ Չի որոշվում։ Զարգերակը։ Թելանում է։ Արի նշիթով։ Ինտուբացիա։ Կամֆարոլվիլին։ Ադրենալին։ Կինն այստեղ է։ Չասացիր։ Չկարողացա։ Էդ էլ եք ինձ օրա թողնում։ Ինչպես են երրորդ պալատի հիվանդը։ Ճգնաժամն անցավ։ Ձեզ է խնդրում։ Գնայինք սենյակը։ Ես պետք է տեսնեմ։ Դա բացառված է։ Ես պետք է տեսնեմ Նա վերասեղանի վրա է։ Ես պետք է տեսնեմ նրան։ Ոտ այստեղ մնա։ Դու ինչ ես խառնվում։ Ես պետք է տեսնեմ նրան։ Այստեղ չի գա։ Այստեղ ընդհանրապես չի գա։
ձեր սուրճը պատրաստում։ Ներեցեք։ Կգաս Ռուբենի մոտ։ Ինչ ես կանգնում, ներս արի։ Ասացեք, որտեղ եք ապրում։ Ես պետք է զանգ տամ։ Սկսեք։
գալիս եմ։ Մի րոպե։ Այո, ես ինչ եք անում։ Բերինք։ Բերինք։ Վերը, տարեք։ Չես չեն ասում։ Վերցու։ 5-րդ հարկ։ 5-րդ հարկ։ Վերցու, տուր։ Գասի։ Բարև ձեզ։ Ես հենց ձեզ էի փնտրում։ Դուք ինձ չեք հիշում, մենք նույն դպրոցում ենք սովորել, չեք հիշում։ Ես մի քանի դասարան բարձր էի ձեզնից, ես դպրոցի ամենաչար աշակերտն էի։ Հիշեցիք։ Դե գնանք։ Գնանք։ Մարդ եք սպասում։ Ոչ։ Այ, շատ լավ։ Գիտեք, եթե դուք հիմա չհամաձայն եք, ես կհեռանամ։ Ազնիվ խոսք կհեռանամ, եւ մենք այլևս երբեք չենք հանդիպի։ Հասկացաք։ Դե ուրեմն գնանք։ Համաձայն եք, գնանք։ Գնանք։ Ուր ենք գնում։ Գարնանային փողոց։ Էդ որտեղ է։ Եղբայր 4-րդ տաքսին ենք փոխում եւ ոչ ոք չգիտի։ Լավ, մի ջղայնացի, մի բան կանենք։ Այդպես փողոցներ ենք գտել։ Ինչ լավ է, որ հանդիպեցինք։ Առաջինը ես ճանաչեցի քեզ։ Բայց մենք դպրոցում երբեք իրար հետ չենք խոսել։ Ես մեծ էի քեզնից, հետո դու այն ժամանակ այսքան գեղեցիկ չէիր։ Ես հիմա էլ գեղեցիկ չեմ։ Ինչ եք ասում։ Հիմա ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Ես ամուսնանում եմ մի շատ լավ տղայի հետ։ Ալլահ։ Տխուր ասացիր։ Տխուր։ Քեզ երևի թվաց, նա իրոք լավ տղա է։ Հետո այսօր իմ ծննդյան օրն է։ Ես 6 տարեկան եմ ծնվել։ Շնորհավորում եմ 6 տարեկան։ Ինչպես թե 6 տարեկան։ Ահա, 6 տարեկան։ 6 տարեկան։ Կներես, ես այսօր մի քիչ խմած եմ։ Իսկ ինչպիսին ես, երբ չես խմում։ Չեք հասի որտեղ է գարնանային փողոցը։ Ինչպես։
Գարնանային փողոց, այդպիսի փողոց կա Բոստոնի մեջ։ Անգլերեն կոչվում է Spring Garden։ Հա, դու էլ բացատրեցիր։ Այ չէր խանգար իմանալ երդասարդ։ Հա, եղավ, շատ շնորհակալություն, good morning։ Ներեցեք, չգիտեք Գարնանային փողոցը որտեղ է։ Այ մար սրտովս գնա Գարնանային փողոց։ Եկեք ձեզ տանեմ տելևիզիոն նվիշկեն, ենքան լավ տեղեր ցույց տամ։ Կանաչ, լավ, Գարնանային։ Ինչ ես խոսում վարպետ։ Գարնանային փողոց։ Ես ամ մի ժամա փնտրում եմ, չեմ գտնում։ Չէ, հայմար։ Գարնանային փողոց։ Գարնանային փողոց։ Ես գիտեմ ամառանոցային, անտարային, այգեստան, ջրառատ, աչափնյա, գերմանյա, մայիսյա։ Ինչու կանգնեցիր։ Հասանք։ Ոնց է հասան։ Կարդալ չես իմանում, կարդա։ Այլ Գարնանային փողոց։ Չպետք է լինել։ Այ մարդ, ես էստերից ոնց դուրս գամ։ Ես ուր մերիր մեզ։ Դու ինչու ասացիր, որ 6 տարեկան ես ծնվել։ Դպրոցում բոլորը գիտեին, դու ինչպես ես իմացել։ Սպասիր, չասես։ Հիմա կգուշակեմ։ Տեսնում ես այս գիծը։ Այսա, սա։ Ընտանեկան բարեկեցիկ կյանք։ Ռոճիկի բարձրացում։ Իսկապես։ Մի շաբաթ առաջ ռոճիկս բարձրացրին։ Այ տեսնում ես։ Հետո։ Ամուսնություն։ Ամուսնացիր, թեկուզ այն տղայի հետ։ Անունն ինչ էր։ Մորուքով։ Այն որ փողոցում ապտակեցիր։ Արտաշես։ Հա, Արտաշեսի հետ։ Մի բարդացրու, գնացեք արտասահման, ասենք Փարիզ, ման կգաք, աշխարհ կտեսնեք, վաղ կգաս ինձ մոտ, ես քեզ մի թուղթ կտամ, որ դու Կարապետյանը չես, այլ Պողոսյանը, մի խոսքով ինչ նշանակություն ունի։ Դու կլինես ճիշտ։ Ճիշտն ասա, քանի այդպիսի գործ ես կազմել։ Քանի այդպիսի թուղթ ես տվել։ Հիմա խոստանում ես ինձ համար էլ գրել։ Ուրեմն իմ ճակատագիրը այդ փոքրիկ թղթից է կախված։
Իսկ դու կարող ես այնպիսի մի թուղթ գրել, որ հիմա անձրև գա։ Կամ ջին։ Կարող ես։ Կամ երկուշաբթին դառնա երեքշաբթի։ Կարող ես։ Կարող ես։ Ինչու չէիր ուզում փոխել ազգանունդ։ Սուտ չասես, ինչ ես խաբի։ Ուզում ես ես էլ քեզ մի գաղտնիք ասեմ։ Ես կախարդ եմ, մարգարե բախտագուշակ գրված, թուղթ եմ ուտում, թուղթ եմ կրծում։ Դու գիտես, որ թուղթը համ ունի, հոտ ունի։ Դու դա չես կարող իմանալ։ Ես այդ գիտեմ, որովհետև առավոտվա 8-ից մինչև 5-ը թուղթ եմ ուտում։ Թուղթը կարող է մեռնել, կարող է հարություն առնել։ Թուղթը կարող է հիվանդացնել, հարստացնել, կռվել, ծեծել, ապտակել, ցավեցնել, բղավել, ճչալ, ձեռ առնել, երգել, բարել։ Նա բարի Ասաման բարի, բայց և հիշաչար է, շատ հիշաչար, շատ։ Դու կարող ես ամեն ինչ մոռանալ, ամբողջ աշխարհը կարող է մոռանալ, բայց նա կհիշի։ Միևնույն է, նույնիսկ եթե հայրս ոչնչացնես այդ շան որդին կհիշի։ Հիմա ես հասկանում, ինչու չէիր ուզում փոխել։ Լավ, պետք չի։ Խոստանում եմ այլևս ոչ մի հարց չտալ քեզ, պետք չի։ Պատերազմ էր, ես 6 տարեկան էի, շատ բան չեմ հիշում, մեռնում էի սովից, այրված տներ եմ հիշում, ես ուշքի եկա փողոցում, ինչ-որ մեկ ապտակում էր ինձ, գերմանական սպա էր, գերմանական համազգեստով մի մարդ, ես լաց եղա, իսկ նա շպտում էր, նա ինձ հանձնեց մի կնոջ, հայտնեց իր ազգանունը և ասաց, որ իր աղջիկն եմ, խնդրեց ինձ տանել իր մոր մոտ, աշխել մայրիկի մոտ, ահ ինչ եմ հիշում, կոճակներից մեկը պոկվել, կախվել էր թելից, ճիշտ այսօրն էր, հուլիսի 4-ը, ես 6 տարեկան էի։ Ուրեմն գերմանացի եք ես բրկել։ Ոչ։ Ասացիր գերմանացի։ Ասացի գերմանական համազգեստով։ Չեմ հասկանում։ Ես էլ 25 տարի ոչինչ չեմ հասկանում։ Աշխեն մայրիկն էլ առանց հասկանալու մեռավ։ Մեռա։ Այո, 2 տարի առաջ։ Դու նրա մոտ էիր ապրում։ Ոչ։ Ես նրա մոտ չմնացի։ Ինձ ուղարկեցին մանկատուն։ Ինչու մանկատուն։ Չգիտեմ, ուղղակի տարան։ Ինչու։ Մի ժամանակ կային մարդիկ, որոնք խորհուրդ չտվին։ Լավ։ Լավ։ Այլևս ոչինչ մի պատմիր։ Գնանք։ Այսօր քո ծննդյան տոնն է, չէ՞։ Մենք պետք է նշենք քո ծննդյան տոնը, Անահիտ, լսում ես։ Մենք գնում ենք քո ծննդյան տոնը նշելու։ Լսում եք։ Լսեցեք։ Մենք գնում ենք Անահիտի ծննդյան տոնը նշելու։ Բարի գիշեր։ Վարպետ, կանգնիր, վարպետ։ Անահիտ, այ այստեղ մի սրճարան կա։ Չնայած ուշ է, բայց մենք մի կերպ ներս կմտնենք և կնշենք քո ծնունդը։ Այ հենց այստեղ է անկյունում։ Շատ գեղեցիկ, մաքուր, հիանալի սրճարան է։ Թռի։ Արի։
Դե, ինչ արած։ Երևանը տխրեց։ Ամեն ինչ փակվեց, ամեն ինչ վերջացավ։ Ունեմ պետք է հյուր գնալ։ Հյուր։ Այո, հյուր։ Այ այս շենքերում իմ բարեկամներն են ապրում։ Այ այնտեղ իմ բարեկամներ, շատ մոտ բարեկամ։ Ոչ, անհարմար չի, բոլորն իմ բարեկամներն են։ Եթե իմանան ես այստեղից անցել եմ եւ քեզ չեմ տալել նրանց մոտ հյուր, շատ կնեղանան։ Գնանք անպայման գնանք։ Այ այստեղ էլ Միստերն է ապրում, շատ լավ մարդ է գնանք նրա մոտ։ Գարամ Թուրքե, Շիրազի, Բերեստարադ, Դելեմարը, Ֆեխալը, Հենդույաշ, Բախշամ, Սամարխանդո, հայրեն ասել, եթե Շիրազի այն գեղեցկուն 5 տարի մեր սիրտ ավանրա սև խալի համար ես կնվիրեմ եւ Սամարկանդը եւ Բուխարան, Հաֆիզ։ Բարև ձեզ, մենք ենք, բարև ձեզ, արի Անահիտ, արի, ես ասեցի չէ Հայաստանը միշտ ուրախություն է, բալիկ ջան ոնց ես մեծացել, արի Անահիտ, արի, բարի երեկո օրիորդ, բարի երեկո օրիորդ, խնդրեմ մի անհանգստացեք, շոկ է, չէ, շոկ է օրիորդ, Դուք ով եք, ինչ եք ուզում, տանտերերը տանը չեն։ Ընկերս տանը չի, վաղուց չեմ տեսել, ափսոս, շատ ափսոս, Անահիտ, արի, ինձ օգնիր մի սեղանը գցենք, ընդհանրապես ասած զգացեք ձեզ մի քաշվեք, Անահիտ, եկ, խնդրեմ, ես հրակ կվերցնեմ, դու ես ավերցու թխվածք անպայման, շատ համեղ թխվածք է ես տանը, գիտես, ես տան միրքը մարդ ուտելուց չի կշտանում, գնանք, աղջիկ ջան դու էլ նստիր, տղա ջան դու էլ նստիր, մի քաշվեք, լույսը որտեղ է, լույսը ինչ չեք վառում, լույս և ազատությունով քաց Սպարտակ, ամեն ինչ լավ եղավ, դե նստեք, այ, ընկերս է, վաղոն է, տանը չի մնում, տանը չես մնում, Սա տանտերը չէ, սա նրա պապն է։ ով է, Պապն է։ հա էլ ինչ նմանություն, պապն է, իսկական քիդ աչքերը, շատ նման ես պապիտ, շատ նման ես, ինչ նմանություն, դե նստիր, Անահիտ ջան դու էլ նստիր, դուք էլ նստեք, բոլորս նստենք այսօր Անահիտի ծննդյան օրն է, կխմենք Անահիտի կենացը, ձեր կենացը, այս աղջկա կենացը, Ավելի լավ է գնալ։ Դուք ով եք։ Մարդ ենք էլի, հայ քրիստոնյա եք, նստեք, այ դու այստեղ նստիր, դու էլ ընդեղ նստիր, թերվին դրնիր, այ մարդ ինչ նմանություն է, հարազատ պապը չի ոչ շատ նման է, այ բալիկ ջան, խմենք մեր Անահիտի կենացը։ Ինչ լավ է, որ դուք 6 տարեկան չեք ծնվել, 7 տարեկան չեք ծնվել, 8 տարեկան չեք ծնվել։ Բայց այսօր ես ոչ ձեր, ոչ նրա, ոչ էլ իմ մասին եմ ուզում խոսել։ Ես ուզում եմ խոսել բոլորիս մասին։ Ամենակարող արարիչ եմ այդ բնությունը, մարդուս կրծքի տակ մի տարօրինակ բան է դրել, որ կոչվում է սիրտ։ Նույն համառությամբ նա դիմանում է եւ ուրախությունների եւ դառնությունների։ Հիմա, հենց հիմա, Փարիզի մերձակա Ալֆորվիլ քաղաքում մի մարդ սնանկացավ, Աստված նրա հետ, մեռավ Չիտայի բնակիչներից մեկը, հանգստություն ոսկորներին։ Սարատովում մեկը նոր բնակարան ստացավ, շնորհավորենք նրան։ Պրագայի բնակիչներից մեկը հոգնած էր եւ անկողին մտավ սովորականից շուտ, բարի գիշեր նրան։ Կեր, Անահիտ։ Հենց հիմա Ճապոնիայի քաղաքներից մեկը ցնցվեց երկրաշարժից։ Ասում են դա սովորական բան է ճապոնացու համար։ Ես չեմ հավատում։ Հիմա Հռոմում մի մարդ ասաց. Եթե դա ճիշտ է, ես կորած եմ։ Տեսնես ինչ է պատահել։ Հիմա Սիսիանի շրջանի Լոր գյուղի բնակիչների թիվը ավելացավ եւս 4 հոգով։ Գոլտնտեսուհի Շողիկ Թոնունցը 4 աղջիկ ծնեց։ Տեսնես ինչ է մտածում ամուսինը։ Հա։ Հենց հիմա Վիետնամում մի քանդված տան վրա նորից ռումբ պայթեց։ Նրա որոտից արդյոք չարթնացավ մարդկության խիղճը։ Հիմա Թեհրանի դպրոցներից մեկում մի երեխա իմացավ, որ եթե ինքը 10 խնձոր ունի եւ 10-ն էլ վերցնում են իր ձեռքից, ապա իրեն ոչինչ չի մնում։
Մեծ չի մեր այս հին մոլորակը։ 12740 կիլոմետր տրամագիծ, 6370 կիլոմետր շարավիղ, 510 միլիոն քառակուսի կիլոմետր տարածություն։ Մեծ չի, բայց թանկ է մեզ համար, շատ թանկ։ Թանկ ու սիրելի։ Էլ հյուր եք սպասում։ Չէ, ոչ մի հյուր։ Եկան։ Արդեն ուշ է։ Գնա։ Իհարկե գնանք։ Ներեցեք մեզ գոհարիկ, երջանիկ եղեք, ամուսնացեք, անկեղծ եմ ասում, լավ զույգեր եք, բարի գիշեր, հրաշալի զույգեր եք։ Ասում էի, չէ, մարդիկ են էլի մեզ նման կգան, կգնան։ Գոհարիկ։ Ուր։ Ես գնում եմ։ Սպասիր, ուր ես գնում։ Ես այս տանը չեմ մնա։ Շատ եմ խնդրում, Գոհարիկ ջան, մնա։ Խաբեցիր ինձ։ Ասացիր ոչ ոք չի լինելու։ Բա դա մարդ էր, Գոհարիկ։ Թող ասում եմ։ Բա որ մարդ լիներ, ուրիշի տունը կմտներ։ Թող կներանա։ Ուրիշի երջանկությունը բա խանգարեր։ Հա։ Սպասիր։ Թող։ Գոհար ջան։ Չէ, սպասիր։ Օրս արև կներանա։ Չես կներանա։ Իսկ վաղ։ Ինչ։ Ինչ վաղը։ Ինչ վաղը։ Վաղ։ Անունն ինչ էր, քեզ փրկող սպայի։ Գերմանական համազգեստով անունն ինչ էր։ Ինչ ես ուզում։ Չլինի հուզվեցիր։ Ինձ թվաց ինչ-որ մի բան կիսատ մնաց։ Տարին մի անգամ եմ հիշում։ Վահրամ Ռշտունի։ Ես նրան միայն 2 րոպե եմ տեսել։ Գիտես, նա կենդանի է։ Հեռու է, բայց կենդանի է։ Եթե կենդանի է, ինչու չես փնտրում։ Հիմա շատերն են վերադառնում, 1000-ը մի միջոց կա, թերթ, ռադիո։ Դա իմ գործն է։ Ձանձրացրիր։ Ինչ-որ մի բան կիսատ մնաց։ Չէ։ Գուցե խնդրես նաև, որ ինձ հետ բարձրանաս։ Ես մենակ եմ ապրում։ Ինչ ես կարծում։ Կհանդիպենք։ Ասա կհանդիպենք։ Մեկ էլ տեսար հանդիպեցինք։
Բարի գիշեր։ Վահրամ Ռշտունի։ Վահրամ Ռշտունի։ Ասա, աղջիկը հարազատ աղջիկը։ Ապրում է Փարիզում։ Փարիզում է ապրում։ Հա։ Ասա, հարազատ աղջիկը չի, խորտ աղջիկ։ Կգնաք ռադիո։ Թող ելույթ ունենա 2 շաբթի կամ 4 շաբթի։ Թող ելույթ ունենա։ Եթե Ռշտունին կենթանի է եւ ապրում է Փարիզում, եւ եթե դա ազգանունների զուգադիպություն չի, ձայն կտա։ Մարդ, որ այդպիսի պայմաններում փրկել է երեխայի կյանքը, չի կարող պատահել։ Չի կարող պատահել, որ ձայն չտա, հասկանում ես։ Մի վերսիա էր կա, ասում են, թե իբր փախել է գերությունից, երևացել Ռոստովի շրջանի պարտիզանական ջոկատներից մեկում, որի հրամանատարը հայ է եղել, ինչ-որ Սմբատյան ազգանունով։ Սպասիր, իսկ չենք կարող բարձել ով է այդ Սմբատյանը։ Տեսնենք գերը։ Ռուբեն, իսկ չես կարող վետերանների կոմիտեի միջոցով իմանալ Սմբատյանի մասին։ Հա։ Ասում եմ, չես կարող հետաքրքրվել։ Հա, պայմանավորվել եմ, ժամը 5-ին են տեղ եմ լինել։ Я прошу вас сказать несколько Avo, слов. հայ բրավուրը Սարոդանից քեզ ենք սպասում։ Տունը չեն գնացել։ Օթանավականից ուղիղ էստեղ ենք եկել։ Ինչ են քաշել։ Հասկացաք մի գոր գոր։ Մի քիչ լավ դիվս մեկ նստել։ Գնամ, դու ես գնում։ Գնամ, հա, այսօր խոզած թղթերը։ Բարի Սակալովը տվեց կենտրոնական արխիվից։ Ինչ որ մի Ռշտունու մասին տեղեկություններ ուզել։ Намечен также большой объем работы по обеспечению сохранности документальных материалов, созданию страхового фонда, реставрации, переплету, проверки наличия... Мощный производственный... Ай, Մարիկ։ Բարև, Մարիկ ջան։ Են գործի համար ես եկել, հա։ Բան դուրս չեկավ, հա բալաջը։ Ինչի դուրս չեկա, Մարիկ ջան, արի։ Արի գնանք էլիս արտան։ Որ անտեր, այս անտերը, դուրից, արի։ Ես էլ ասի գնամ, մատուր ես բարով։ Մարիկ ջան, մի քիչ տամ։ Այստեղ զգուշ, ինչի։ Ահա, 1, 2, 3։ Այստեղ նստի, Մարիկ։ Գարիկ մի հեռախոսը տաս։ Վախտել է yaman Գամին եկա Վրամին եմ խնդրում, շատ լավ, կսպասեմ։ Շատ լավ։ Վրամ բարև, ես եմ, Արմենն է, էլի ենք կնոջ թոշակի գործով, ահա, ստացվել է, հա, շատ լավ Վրամ ջան, շնորհակալություն, կզանգարեմ, շատ լավ, շնորհակալություն Գարիկ։ Մարի ջան, գործդ եղավ, հենց նոր ինձ ասացին, որ պետք է գնաս, արի էստեղից դուրս գանք։ Արի, կգնաս գյուղատնտեսության մինիստրություն, կհարցնես Ղահրամանյանի, կբարձրանաս 4-րդ հարկ, հիշես, կասես Ղահրամանյանի։ Ինչի չեմ հիշի։ Հասկացար Մարիկ ջան, գնա վերև, հիմա գալիս եմ Ռուբեն, գնա վերև։ Մերակ շոշարած։ Հիմա գալիս եմ։ Մարիկ ջան, դու էլ մի սպասի, այ հիմա նստիր 8-րդ համար տրոլեյբուսն ու գնա, դե գնա։ Շնորհակալ եմ որդի, սորանս։ Բանման իմացար, բարև Կարեն։ Ուրեմն կա այդպիսի մարդ, Սմբատյան Հայկ Թաթևոսի աշխատում է կոնսուլտացիոն բյուրոյում, բայց հիմա թոշակի է անցել, օրի մեջ աշխատանքի գալիս։ Հաստատ գիտի Ռուշտունու մասին, բայց պիտի մի հնար գտնել, թե չէ ոչինչ չի ասի։ Հասկացար։ Հետո սպասիր, մինչև վերջ լսիր։ Գնացի իրենց տուն, դուրս կանչեցի։ Ու հենց իմացավ, ինչի համար եմ եկել, փրփրեց, կատաղեց, մի խոսքով մի ոզնի դարձավ։ Ու իմ հարցին միայն մի բան պատասխանեց։ Ասաց երիտասարդ, ես իմ կյանքում այնքան լավ բան եմ արել, որ հիմա իրավունք ունեմ հանգիստ ապրելու։ Հետո էլ բարկացած գնաց, այնպես շրխկացրեց շքամուտքի դուռը, որ ապակիները փշրվեցին։ Արմեն ջան, հոդա վրաշ չի։ Երեկո ենք հավաքվենք կարգին, մարդավարի կմտածենք։
Ուրեմն ես վերցրու հեռախոսի համարներն են, տանն էլ կա, հիմնարկիններ։ Լսիր, նորից եմ ասում, մենակ չգնաս, շատ թարս մարդ է երևում։ Հասկացար։ Գնանք Ռուբեն, շուտ արա։ Ճաշին կսպասեմ։ Ռուբեն, ուշացանք, էլի գնանք, շուտ արա։ Ուշանում ենք, գնանք։ Աչ, բակ, վերև դահլիճ։ Ընտրեմ։ Список нашей делегации. Ահա։ Հավաքիր 56 14 21։ Աչ, բակ, վերև դահլիճ։ Չհասկացա, բակից բարձրացեք վերև դահլիճ։ Հա, ասա Սմբատյանին։ Սմբատյանին եմ խնդրում։ Այսո։ Ինքն է։ Հա։ Այո։ Լսում եմ։ Լսեք, ընկեր, հերիք չեղավ իմ ազգանուն աղաղաղեք։ Ամեն ինչ չափուսաման ունի։ Ես կբողջեմ։ Ալո։ Դուք ո՞ւմ եք ուզում, ինքե։ Ալո, ալո։ Направо во двор, вверх. Направо во двор։ Սուրիկ, ջա, մի րոպե։ Լսում ես։ Ուրեմն հիմա մեքենաս կվերցնես, այո, իրավաբանների կոնսուլտացիա կա, գիտես։ Ալավերդյան փողոցի վրա։ Ապրես Ալավերդյանի վրա։ Կհարցնես Հայկ Սմբատյանին։ Սմբատյան։ Հրավիրատոմս անձամբ կտաս իրեն։ Անձամբ։ Շատ ներողություն կխնդրես, որ ուշ ենք ուղարկում հրավիրատոմսը մի խոսքով։ Այնպես ներկայացրու, որ առանց իրեն սիմպոզիումը ձախողվում է։ Ներեցեք ձեր հրավիրատոմսը։ Ընտրեմ։ Աչ, բակ, վերև դահլիճ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ինը։ Եկավ։ Սատուր դիրեկտորի շտաբ։ Ներեցեք ձեր հրավիրատոմսը։ Խնդրեմ։ Քանի անգամ եք ստուգում։ Այդքան դժվար է ժամանակին ուղարկել։ Ներողություն խնդրում, երևի ցրիչն է ուշացրել, խնդրեմ անցեք։ Համեցեք, ինքեր Սմբատյան։ Who has the right to decide what is history and what is not? We certainly know full well what court barbers, secretaries, drivers have done. I mean history, the bygone time. Alas, finally, how should one make those people write in such ink that the life of such bits of paper might be long? I do not want to speak about economists who swarm like flies in archives on such days when within any country political and economic changes are taking place. We again offer them illegible pages. Այո, բարեկամներ, ես կյանքումս այնքան լավ բաներ եմ արել, որ հիմա իրավունք ունեմ հանգիստ ապրելու։ Ես իսկապես ուզում եմ ձեզ մի փաստաթուղթ ցույց տալ։ Եվ ընդհանրապես անիմաստ խաղեր չեմ սիրում։ Ինչ անում եք։ Սպասեք։ Հա։ Այդ մարդը փախել էր գերությունից։ Գոնե ինքն էր այդպես ասում։ Մենք իհարկե չհավատացինք, իրավունք չունենք հավատալու։ Նեղ էր մեր տեղը, շատ նեղ։ Նա ասաց, թե մի մեծ խումբ ռազմակերիներ է ազատել։ Ասաց, սպանել է գեներալ Ներինգին։ Այդպիսի մի հայտնի գեներալ կար, պատժի ջոկատների հրամանատար։ Որ ամսին էր չեք հիշում։ Չեմ հիշում, չէ։ Նեղ էր մեր վիճակը, շատ էր նեղ։ Եվ հետո այդ պատմությունն էլ շատ էր ֆանտաստիկ։ Մենք այնուամենայնիվ ստուգեցինք, հարցում արինք։
Քաղաքին թադակը պատասխանեց, թե գեներալ Ներինգը ողջ է առողջ է եւ շտաբ թռել է Բերլին։ Հենց դա էլ նրան կործանեց։ Մենք դրանք ընդդակահարեցինք։ Ահա ամբողջ պատմություն։ Հիմա ես ազատ եմ։ Դուք ո՞ր ֆրոնտում եք քրովել։ Թիկունքում։ Թշնամու թիկունքում։ Հետախույս։ 43 թվի մայիսներ թե հունիսը չեք հիշում։ Չեմ հիշում։ Մայիսներ թե հունիսը չեք հիշում։ Մի րոպե։ Գագիկին տվեք։ Կամ մայիսներ կամ հունիսը չեք հիշում։ Մոտավորապես։ Գագիկ, շտաբ հեռագիրտուրը Մոսկվա արխիվ։ Ինձ հետաքրքրում է գեներալ Ներինգի սպանության մանրամաս։ Գեներալ Ներինգը իրոք սպանված էր։ Մենք այդ մասին 2 ամիս հետո իմացանք։ Չգիտեմ ինչու գերմանացիները թաքցրել էին այդ սպանությունը։ Ըստ երևույթին ճակատագրական սխալ կատարվեց։ Հետո Գագիկ, հեռագիրը տուր։ Դե լավ, կներեք անախորժ միջադեպի համար։ Խնդրեմ։ Ստեսություն։ Ամենայն դեպս ձեզ համար էլ լավ եղավ, ինչ որ ծանր բեռից ազատվեցիք։ Երիտասարդ, երբևէ մտքովդ չանցնի, թե ես փորձ կանեմ արդարանալ ձեր առաջ։ Իսկ դուք ինչու եք լռել։ Ինչու ձայն չեք անում։ 4 կողմից շրջապատել էին մեզ, երկնքից կրակ էր թափում։ Հազիվ բրծանք ոչնչացումից։ Ես փրկեցի ջոկատը։ Սիրելիս, մկանցակը 1000 թումանով չէիր գտնի։ Ես ընտրության իրավունք չունեի։ Ես էլ նույնը կանեի։ Հա, նույնը կանեի։ Ես չէի անի։ Հա, Ռուբեն ջան, գուցե ես էլ նույնը անեի։ Գուցե իսկի չստուգեի էլ։ Բայց սա ոնց է դիմացել, ոնց ոչ ոքի ոչինչ չի ասել։ Լսեք, դուք ոնց եք դիմացել։ Ոնց չեք հիվանդացել, չեք խելագարվել։ Հար ոնց եք ձեր մեջ պահել։ Իսկ ում էի ասել։ Մի կնոջ, որի համար դուք կենսագրություն եք ստեղծել, որը հիմա 27 տարի հետո չգիտի ինչպես արտասանել իր ազգանունը, ամոթով թե հպարտությամբ, չգիտի ում է սիրել, ում է երախտապարտ, հերոսի թե դավաճանի։ Ոնց եք դիմացել։ Հազար ինչն է։ Կարևոր չի։ Ինչ է ասում։ Իրոք կարևոր չի։ Ված չէր լինի, եթե դուք այդ կնոջից ներողություն խնդրեիք։ Վայ, Կարեն ջան, ինչ ներողություն։ Ինչ ներողություն, Կարեն ջան, մի նեղացիր։ Լսեք, դուք քաջ մարդ եք եղել։ Գուցե իսկապես հերոս եք եղել, պատերազմը դուք եք շահել, հիմա էլ քաջ եղեք, եկեք գնանք այդ կնոջ մոտ։ Նայեք ուղիղ աչքերին։ Ասեք այ մարդ մի վախեցիր։ Ազգանուն հպարտությամբ կրիր։ Երկիր, բղավիր, ծիծաղիր։ Խնդրում եմ ձեզ, գնանք ինձ հետ։ Գնանք ինձ հետ, խնդրում եմ։ Ես ուզում եմ դուրս գալ այստեղից։ Գիտեմ, կասես ես եմ մեղավոր։ Գլխդ մի կախիր։ Ուղիղ նստիր, ասում եմ այդպես։ Ուղիղ։ Ձեռք չտաս։ Կարեն։ Սպասիր։
Խմի։ Պետք չէ։ Ինչ ես քրքրում։ Ինչի ես քրքրում։ Ինչ ես ուզում։ Սա չէր քո շահածը, հա։ Հələ մի գույնիտ նայր անխելք, այսօրվա օր ամեն մարդ իր դարդը, իր ցավը, իր ուրախությունը ունի, ինչ ես քեզ պատեպատ տալի։ Կարեն, կարող ես այդ ելույթդ մի քիչ հետո ունենալ։ Եթե ռշտունի նույնիսկ կենթանի լիներ, կարծում ես շատ եմ պետք իրան։ Աստված, ինչու են քրքրում, գոնե մի օրով մոռանանք, կորցնենք հիշողությունը, վառենք, մի բան անենք։ Հա, Հասմիկ, ես եմ։ Մի քիչ կուշանա։ Չէ, ճաշեք առանց ինձ։ Չէ, առանձնապես բան չի է։ Ռուբենը մի քիչ վատ է զգում իրեն։ Ես հետո էլի կզանգեմ։ Հա, լավ, հասկացա։ Չէ, Արմենի մոտ եմ։ Շատ եմ խնդրում, ուրախացեք։ Այսօր իմ հարսանիքն է, մի թաքցրեք ձեր ուրախությունը, ես տեսնում եմ, որ դուք ուրախ եք։ Այսօր իմ հարսանիքն է, դե խնդրում եմ ուրախացեք։ Շատ եմ խնդրում, ուրախ երգեր երգեք, պարեք, ես էլ ձեզ հետ կպարեմ։ Կարեն, եկեք ասում եմ։ Կարեն, իմ արզնացու ինչ եք տեսել։ Ես արխիվիստ եմ։ Խնդրում եմ, մի րոպե։ Պետք չէ, այսօր պետք չէ, խնդրում եմ, այսօր ելույթ մի ունեցեք, այսօր իմ հարսանիքն է, խնդրում եմ, ելույթ մի ունեցեք։ Օգնեցեք, ես ուզում եմ դուրս գալ այստեղից։ Իհարկե կօգնեմ, այսօր իմ հարսանիքն է։ Եկեք։ Չեք չմեջում, լավ նայեք։ Ուշադիր նայեք, հիմա հիշեցիք։ Վահրամ, ռշտուրի, հաշտվեք։ Օգնեցեք, ես էլ այստեղ եմ, չմոտենաք, չհամարձակվեք մոտենալ։ Ինձ մենակ մի թողեք։ Կարեն։ Ինչ է։ Մնա այստեղ Կարեն ջան, աշխատիր արխիվում։ Քո կարծիքով սրա մտնում ես, հա։ Չէ, քեզ հարկավոր է բուժվել։ Դուրս եմ ասում։ Դուրսը շոկ, արև, այստեղ հանգիստ, հով։ Իսկական քո տեղն է։ Ռուբեն, սրան հարկավոր է բուժել, սրա տեղը գժանոցն է։ Միջերից մի անգամ փորձեցիր բուժել, բան դուրս չեկավ։ Հեռագիր ունես Մոսկվայից, հա։ Լավ։ Ինչ ասեմ տղերք։ Ես կարծում եմ ինձ հետ չի պատահի, բայց պատահեց։ Դե հիմա ծիծաղեք, ծաղրեք, մի անգամից վերջացրեք։
Այսպիսի բան միայն մի անգամ է պատահում կյանքում, կամ 20 տարեկան հասակում, կամ 70։ Ես սիրահարվել եմ։ Ափսոս պիտի ամուսնանա։ Ափսոս։ Արի այստեղ։ Մոտ արի։ Ասա։ Մոտ արի, մի վախեցի։ Մոտ արի։ Դե հիմա ուրում ես սպասի, թող ասում եմ։ Դե լավ Ռուբեն։ Լավ լսիր։ Կնստես քո մեքենան։ Ուղիղ կգնաս Անահիտի մոտ։ Սպասի կարել, մի խանգարիր։ Մինչև հարսանիքի օրը չնշանակվի աչքիս չերևաս։ Քեզ համար եմ ասում, Արմեն ջան, էդ էլ տղամարդու գործ է։ Դե իմը վեր կացու գնա։ Արմեն, մի բան ասեմ, չես նեղանա։ Կնեղանամ։ Մի։ Գիտես, ես շատ շնորհակալ եմ քեզնից։ Ես երբեք չեմ նեղանա։ Տիկնայք և պարոնայք, ընկերներ, այսօր մենք ավարտում ենք մեր աշխատանքը, որը մի անգամ ևս հաստատեց արխիվիստի մեծ և պատասխանատու կոչումը։ Վաղը մենք հրաժեշտ ենք տալու իրար։ Իմ և իմ գոլեգաների անունից հաջողություն եմ ցանկանում ձեզ հույս ունենալով, որ հետագայում մենք էլ ավելի սերտ կհամագործակցենք, որն անպայման հիմա օգուտ կբերի մեր ընդհանուր գործին։ Մաշրապսորի մամունը ղգվեք։ Օգնեք այմար, խորոված եմ։ Էնպես կստորագրես։ Արի, դե, շպտա, հայկական խորոված ենք ուտելու։ Ալո։ Շուտ կգամ, մի քանի շուտ կգամ։ Ընկեր Աբրամյան, ինչ եք կարծում, սկզբից պաղպաղակ բերեմ, թե սուրճ։ Ինչպես։ Ասում եմ սուրճ, թե պաղպաղակ։ Ընկեր Աբրամյան, ինչ անալի սիմպոզիում էր, ինչ լավ էր կազմակերպված, ինչ ելույթներ են, այսպիսի սիմպոզիում երբեք չի եղել, միայն պատերազմ չլինի, պատերազմ չլինի։ Չի այ մարդիկ պատերազմ։ Կնոջդ խոսել պետք է նայել նրա աչքերին, մի խոսքով ես հիացած եմ, հիացած։ Կարեն, շուտ շալորդ հագիր, պիտի ներքև։
Կարեն, ասում եմ, շուտ շարվարտագիրություն ներքև։ Ռուբենին էլ իմացտուր, ձեր տան անկյունում սպասեք ինձ։ Տո դմբո, դա հենց Ռուբենին է հարկավոր։ Տո բժիշկ ես, հոգեբան ես, ես ինչ գիտեմ ինչ ես պրոֆեսոր ես։ Դու ես։ Այո, մարդուրեկան 8 ժամ քնել է հարկավոր։ Այ այդ մեկը գիտես, շատ լավ գիտես, նոր տարվա լիմոնադներն առել ես, օրվա մթերքը բերել ես, հասնել առել ես, հա։ Հա, ես առնետ եմ, թուղթ եմ կրծում, հա, շուտ շորված վերցույչին։ Basset bankası parteliyle hapsane körü uşağı. Noriz uşaksan inçare. Same itme. Hadi, anaycan hadi. Esnafet karı, Ruben, esnafet. Barimut. Şat merevutun, hazar merevutun, bolu ise diye suşasa im hazarın körü yazın. Nermek. Bozuldu ne yakar? Anahit, zanotatsiz. Դուք Ռուբենն եք, դուք Կարենը։ Մոտավորապես։ Ես ձեզ շատ լավ գիտեմ։ Ես ձեզ շատ եմ պատկանում։ Ով մենք այդ բախտը չունենք։ Անայցները շտաս ճաշակտլա։ Արի ուրուկա։ Արի, Անահիտ, ես էլ լավ խմած եմ։ Շատ լավ է որ խմած ես, մի բան նվագի։ Ինչ կուզես եմ ախպեր ջան։ Ինչ ասեմ, ինչ որ նվագես, ինչ որ Արախոտով արի գնանք մանգալու, սիրույա ջան խորուրդուն եմ քեզ տալու։ Աստղերը գշոշողա։ Կանանանել եմ զուտ, գարիս տեսնել եմ զուտ։ Ռուբեն ջան, մինչև լսվելու ենք, Ռուբեն։ Բոյով խուսով Հաճիկով արվել իմասին չենք մտածելու ոչ մի բանի մասին, ոչ մի բան, խնդրում եմ, դեշտ է ջերկում եմ, Ռուբեն ջան, Անահիտ ջան, կերած Այն օրվանից որ գնացի, պարդեսս էր ամայի, գաղտնիքներ չասացիր, որ իմանայի, չէ որ ես քեզ բերում էի, քան ծաղիկներ, անկեղծ սրտով ասում էի, սիրո խոսքեր, քնքշորեն շոյում էի, կոնուր պարսերը դինսեր, ինչ որ լիներ պատմում էի, ինչ իմանայի, չէ որ ես քեզ բերում էի, քան ծաղիկներ, անկեղծ սրտով ասում էի, սիրո խոսքեր, քնքշորեն շոյում էի, կոնուր պարսերը ինչ որ լիներ պատմում էի, ինչ իմանայի, կոնուր պարսերը դիմսեր, ինչ որ լիներ պատմում էի, ինչ իմանայի, այն օրվանից որ գնացի, կյանքը շատ է դարձել, աղիքներ ձեռքերից տխրել եմ ացել, սիրելիս թե ետարնային քեզ կասեի, սիրուց այլված ու ջերմոց,
Կարեն պայի մագալիս։ Տղա ջան, բա այդպես կարելի է, բա մարդիր անետորը կքցի։ Լավ չես, լավ չես։ Լավ եմ։ Գնա պարկի, գնա, ինձ լսի։ Գույնը տեսել ես։ Չէ, լավ եմ, այրիկ ջան։ Չէ, հո չեմ ասում խմած ես, լավ չես։ Չէ, լավ չես, ինձ լսի։ Լավ եմ, չէ որ դու ինձ բերում էի, այդպես մայրիկ ջան, տես իմ հարսնացում պարում է։ Աստված պարի, Աստված։ Չէ, լավ եմ մայրիկ ջան, գնացի։ Տղա ջան, լավ չես, գնա պարկի։ Լավ եմ։ Յա։ Աստված քեզ պահի, այ որդի։ Այն նորվանից որ գնացի, կյանքդ շատ է դառնած է, տասվել են լացել, սիրելիս թե եդարնայի կեզ կասեի, սիրուց այլված ու ջեր հոսքեր իմ սեր, արշալույսին կբերեի, կեզ անթարամ մեխակներ, սրդիտ խորիգին խորներ, ջեր անջին չետքեր, սիրելիս թե եդարնայի կեզ կասեի, սիրուց այլված ու ջերմ խոսքեր իմ սեր, արշալույսին կբերեի, կեզ անթարամ մեխակներ, սրդիտ խորքում կթողնեի, ջերմ անջին չետքեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի առավոտ։ Անահիտ, վայ համբուրիր Կարենին, իմ կողմից, համբուրիր։ Անահիտ ջան, Անահիտ, հիմա ժամ քանիսն է։ 5-ը։ Ես 5 րոպեից կվերադառնամ, լավ, 5 րոպեից։ Անահիտ, Անահիտ, Բարի գիշեր։ Ափսոս աղջիկ։ Առաջին անգամ քեզ հետ համաձայն եմ, Կարեն։ Կարեն, ինչպես ոնց էինք հասնիկին ճանապարհ դնում, հա? Գնացինք։ Թե որ ես քեզ բերում։ Ինչ ռադիո, ինչ ելույթ։ Եթե ռշտունին նույնիսկ կենթանի էլ լիներ, կարծում ես շատ են պետք իրա։ Չէ, դու մի նեղացի։
Ախր ես քեզ 1000 անգամ եմ ասել, գլուխդ մտցրու, ամեն մարդ իր կյանքն ունի։ Այսօրվա օր ամեն մարդ իր ցավն ունի, իր հոգսն ունի։ Այս մեկը թողած ինչ որ գործեր ենք սկսում, բաներ ենք հնարում։ Ինչ ասեմ։ Աստված, ինչու են քրքրում։ Գոնե մի օրով մոռանանք, կորցնենք հիշողությունը, վառենք, մի բան անենք։ Կարեն, թող ելույթ ունենա։ Ինչ կարևոր է այդ մարդու մնակատը չէ։ Դա հոգու պարտք է։ Մի խանգար։ Սենք։ Ինչ սկսենք։ Ինչպես թե ինչը, ակտը անձնում է։ Ծնվել են այսինչ թվին, մեռել են այնինչ թվին։ Ծնվել են այսինչ թվին, մեռել են այնինչ թվին։ Ծնվել են այսինչ թվին, մեռել են այնինչ թվին։ Բայց տեսեք չսխալվեք, այստեղ մեռածներ չկան։ Ուզում եք ես ձեզ մենակ թողնեմ, գործ կունենաք։ Չէ, ինչու։ Ես ձեզ մենակ կթողնեմ։ Եթե գործի վերաբերյալ հարցեր կունենաք, զանգեք պատմության ինստիտուտ։ Ոչինչ, Ռուբեն։ Դու հիշում ես ինչ էր ուզում Կարենը, որ մոռանա կորցնի հիշողությունը, գոնե մի օրով, մի ժամով, ես էլ կուզենայի։ Մերժել այս չորուցամակ փաստերը, այս կոպիտ ճշմարտությունները, քո հիվանդության պատմությունը, ռշտուն ու գնդակահարությունը, իրավաբանի երեկվա ճշմարտությունը, այսօրվա մեղքը։ Անահիտի հնարված կենսագրությունը, ես էլ շատ կուզենայի մոռանալ։ Բայց ինչպես մոռանանք ու ոչինչ չկորցնենք։ Ախր ես լավ գիտեմ։ Ամեն թղթապանակ իր գույնն ունի, իր լեգենդն ունի, կանցնի ժամանակ մենք այլևս չենք լինի։ Նոր մարդիկ կգան, կքրքրեն մեր խունացած գործերը։ Եվ կտեսնեն, որ հիմա վարվող այս թղթերն են լեգենդներ են։ Անգամ մեր սխալները, սայթակումները, կասկածները, թուլությունները ու կսիրեն մեզ։ Եվ կհասկանան, որ այստեղ պահված ամեն մի գործ մի լեգենդ է։ Ռուբեն! Չեմ կարող, Արմեն, չեմ կարող։
Ռուբեն, ինչ եղավ, ինչ պատահեց, ախր այս ինչ պայթյուններ են, այսպես չպետք է լիներ, Ռուբեն, ես քեզ մի շատ կարևոր բան կասեմ։ Ախր դու էիր մեղավոր, ինչու վառեցիր այն թուղթը։ Ես կյանքումս թուղթ չեմ վառել։ Ոչ, սոնարոր չի հասկանալ։ Ինչ է կատարվում։ Գուցե սա երազ է։ Օգնիր ինձ, Ռուբեն, ուզում եմ արտանալ։ Ռուբեն, օգնիր, ուզում եմ արտանալ։ Ներիր ինձ, ես քեզ պետք է թողնեմ, հիմա ժամանակ չկա քեզ բացատրելու։ Ինքս էլ դեռ լրիվ չեմ հասկանում, բայց հաստատ գիտեմ, մի բան, մի շատ կարևոր բան պիտի փրկել, անպայման փրկել։ Գուցե հենց դա դառնա իմ լեգենդը, գուցե հենց դրա համար եմ ապրել ես։ Քնած չես։ Մի ձևացրու։ Ինչ է յառնել։ Պանիր, 200 գրամ երշիկ, կարակ, 400 գրամ էլ։ Ուրիշ ինչ է յառնելու։ Չեմ ասի։ 300 գրամ էլ չեմ ասի։ Ուրիշ։ Սպասիր։ Յու։ Կարտոշկա։ Գնում եմ խանութ։ Գնա։ Գնա խանութ։ Վերադարձիր, թեյ խանութ։
ջան, խելոք ասում եմ։ Խելոք ունա, բալիկ։ Քերեդ ձերքերդ վեր։ Ձերքերդ վեր ասում եմ։ Դու, քերի դու մերար։ Ես խոմարի։ Push.